Ես մասնագիտության բերումով որոշ ժամանակահատված սկսեցի ուսումնասիրել նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները եւ դրանք շատ են բազմաթիվ ու տարաբնույթ են եւ ցավոք սրտի ինքս ինձ համար նաև բարձեցի, որ մեր հասարակության մեջ քիչ չեն նաև խտրական վերաբերմունք եւ կարծրատիպերը։ Դու քո մաշկի վրա դրանցից որն ես զգացել։ Ամենաերևի մեծը անձնական կյանքի հետ կապված, որտեղ ով քեզ պետք է ուզի, դու ոնց պետք է երեխա բերես, քեզնից ծնված երեխան ինչ պետք է լինի, ամենաերևի շատը դա, մնացածի հետ կապված չէ։ Մեկ էլ դասարանում, որ օրինակ գնում ենք էքսկուրսիա սահադաշտ, դասղիկս միշտ ասում էր, չէ, դու չքշես հանկարծ, բա որ մի բան լինի, բա սենց, բայց դե բնականաբար դասղիկիս էլ եմ հասկանում, դա շատ մեծ պատասխանատվություն է մարդես, եթե իրոք ինչ-որ բան լիներ, բայց չէ, ես միշտ բասկետբոլի եմ գնացել, վոլեյբոլի եմ փորձել գնալ, սահադաշտել եմ գնացել, որպես այդպեսին խտրականություններ չեմ բախվել, միայն այդ անձնական կյանքի հետ կապված շատ կարծրատիպեր կան, որ եթե դու հաշմանդամ ես, դու չես կարող ունենալ լավ ու անկեղծ սիրող կողակից, ով էլ կողքդ ազուտ խղճահարությունից ելնելով ա կողքդ։